բանաստեղծ ես, չտեսնված մինչ այսօր, առանց խոսքի ելք ես թափում, հայացքներով լուսավոր, ես էլ ասենք զարմանալի, ընթերցող եմ բախտավոր, որ կարդում եմ այդ երգերը, այսքան հեշտ ու այսքան խոր։ Բացել են հանդես, երգիչները իմ հանդես, ջան, հայրենի ծնույթներ, ով է արդյոք լսում ձեզ, ոնց է շպտում իմ հոգին, չարին, բարուն, ամենքին, լույս է տալիս ողջ կյանքից ու այն ճամփից ամենքին։ Հեյ, ճամփաներ, ճամփաներ, անդարձուհին ճամփաներ, ովքեր անցան ձեզանով, ուր գնացին ճամփաներ։ Լինում են չեն լինում, երկու աղքատ աղբեր են լինում, մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն, որոշում են փոքրը տանը մնա, մեծը գնա հարուստի ծառա լինի, գումար աշխատի, ուղարկի տուն։ Այդպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։ Բարև, աղա ջան, ծառա կուզես։ Վայ, դու բարով երկար, կուզեմ, բա ոնց չէ։ Ինչ լավ է։ Բայց կա մի պայման, կաշխատես մինչև գարուն, կքվի ձենը տալը։ Մեկ էլ մի պայման էլ կա, թե դու բարկանաս, դու ինձ 1000 ռուբլի տաս, թե ես բարկանամ, ես քեզ տամ։ Աղա ջան, բայց ես որ գումար չունեմ, որտեղից դու գանքը տամ։ Բան չկա, փոխարենը ինձ համար 10 տարի ձրի կաշխատես։ Ինչ պետք է պատահի, ես եմ ու չեմ բարկանամ, իսկ եթե ինքը բարկանա, ինքը ինձ դու գանքը տամ։ Լավ, աղա ջան, համաձայն եմ։ Դե արի։ Պայմանը կապում են, ում մտնում է ծառայության, մյուս օրը վաղ առավոտյան տերն արթնացնում է ծառային։ Այ տղա արթնացի։ Աղա ջան, ինչ է պատահում։ Քանի լույս է, գնա արտը հնձի, մութ կընկնի, կգաս։ Լավ, աղա ջան։ Ոյ, հոգնեցի, արևն է մայր մտավ, դե ես գնամ։ Էդ ու երկար։ Դե արևը մայր մտավ, ես էլ եկավ։ Չէ, այդպես չի, ես քեզ ասել էի, արևը մայր մտավ, բայց տես, նրա աղբեր լուսնյակը դուրս եկավ, սա ինչ պակաս լույս է տալիս։ Աղա ջան, տենց ոնց կլինի։ Հե, դու արդեն բարկանում ես։ Չէ, չեմ բարկանում, ուղղակի ասում եմ, հոգնած եմ, մի քիչ հանգստանամ։ Չէ, գնա արտը հնձի։ Հնձում է հնձում, մինչև լուսնյակը մայր է մտնում, բայց լուսնյակը մայր է մտնում, թե չէ դարձյալ արեգակն է դուրս գալի, ծառան ուժասպար արտում վեր են գնում։ Վայ, դրա արտն էլ հարամլի, դրա հացն էլ, դրա տված ուվարն էլ։ Ինչի երկար։ Վայ, քու արտն էլ հարամլի, քու հացն էլ, քու տված գումարն էլ։ Հա, դու արդեն բարկանում ես։ Հա,
տեսակ մարդուն 10 տարի ոնց ծառայում, պիտի պատք նրան ստիպված։ Աղա ջան, ես քո գումարը հետո կտամ։ Դե գնա։ Ծառան մնում է կրակի մեջ, միտք է անում միտք, պարտքը վզին, դառն ու դատարկ վերադառնում տուն։ Ինչ արիր։ Վայ դրա արտն էլ հարամելի, դրա հացն է, դրա տված գումարն է, պարկ մնացի եկա։ Բան չկա, դարդ միանի, դու տանը գաց, իմեն ես կնամ։ Բարև, աղա ջան, կարա կուզես։ Վայ, դու բարով եկար, կուզեմ, բա ոնց։ Բայց կա մի պայման, կաշխատես մինչև գարուն, կքվի ձենը տալը։ Մեկ էլ մի պայման էլ կա, թե դու բարկանաս, դու ինձ 1000 ռուբլի տաս, թե ես բարկանամ, ես քեզ տամ։ Վա, աղա ջան, չէ, քիչ է։ Թե դու բարկանաս, դու ինձ 2000 ռուբլի տաս, թե ես բարկանամ, ես քեզ տամ։ Կամ էլ փոխարենը քեզ 20 տարի ձերի կծառայեմ։ Յա, լավ է։ Հա, համաձայն է։ Դե մեր պայմանը պայման է։ Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը, տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է ու քնած։ Այ տղա վեր կաց, այ տղա վեր կաց, այ տղա դե վեր կաց է, օրը ճաշ թարավ։ Աղա ջան, այ մորդ, ես ինձ ծառով վերեցինք։ Աղա ջան, բարկանում ես։ Չէ, չեմ բարկանում, միայն ասում է, քանի լույս է, գնա արտը հնձի։ Դե որ է դես ասում, կգնանք։ Այ տղա, դե շուտ հարկի է։ Հա, աղա ջան, բարկանում ես։ Չէ, չեմ բարկանում, միայն ասում է, գնա արտը հնձի։ Դե որ է դես ասում, կգնանք էլի, ինչ ես վրազորում։ Աղա ջան, էլ ինչ ընձելու ժամանակն է, արդեն հասնուտեք ժամանակն է։ Նստենք մեր հասնուտեք, հետո աղա կհնձենք։ Աղա ջան, մարդիկ են գելի, հասներս կերան, մի քիչ էլ քնենք հանգստանանք։ Այ տղա, թող վեր կաց։ Աղա ջան, բարկանում ես։ Միայն ասում է, մեր արտը մնաց, ուրիշները հնձեցին։ Դե որ է դես ասում, գնացինք տուն։ Տուն վերադառնալիս աղան իմանում է, որ գյուղի մեծերից գալու են
իրենց տուն։ Այդտեղա գնա ոչխար որդի, տունը հյուրեր են գալու։ Գնամ աղա ջան, բայց որը մոտ են։ Որոշ կպատահի։ Լավ։ Ծառան գնում է, մի քիչ հետո լուր են բերում աղային, թե հասի, որ քու ծառան ամբողջ հոտը կոտորեց, աղան վազում է, տեսնում ճիշտ որ, ծառան բոլոր ոչխարներին մորթել է ու մորթել։ Այդտեղա քո տունը քանդվի, ես ինչ արեցի, տունս քանդեցի։ Աղա ջան, ես ինչ եմ արել։ Դու ասեցի, որ կպատահի, դրանից բոլորը պատահեցին։ Բայց ինձ թվում է դու արդեն բարկանում ես։ Չէ, չեմ բարկանում։ Միայն ափսոսս գալիս է, որ ես խան ոչխար։ Դե որ չես բարկանում, քեզ դեռ կծառայեմ։ Հարուստը մտածում է, ինչ անի, ոնց անի, որ ես ծառայից ազատվի, պայման է կապել միջև գարնան կկվի ձեն տալը, այնինչ դեռ նոր էր մտել ձմերը, դեռ որտեղ են գարունն ու կկուն։ Ինչ անեմ, ոնց անեմ, որ սրանից ազատվեմ։ Մտածեցի, կանի քլարի։ Արի։ Ուրեմն կգնաս անդար, կնստես սարին, ու հետս տեսնես, կկանչես։ Կուկու, կուկու, յա, նայս ես, կուկու, կուկու, կիկի, չէ, դեր չէ, կուկու, 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 այա տես, գնա։ Այդտեղա, հլա արի, Ինչու պատահել աղա ջան։ արի գնանք անդար որսի։ Գնանք, բայց հրացանս վերցնեմ։ Կկում կանչեք, ժամանակը դրացավ։ Չէ աղա ջան, այս ձմեռվա կեսին ինչ կգում։ Ես հիմա դրանքս կպանեմ։ Չէ, մի զարկի։ Բա, ես ինչ կրակի մեջ եմ գա։ Հա աղա ջան, բարկանում ես։ Հա, հենց էլ բարկանում եմ։ Արի ինչ պայմանավորվել ենք, էդ էլ տա։ Մենակ թե քեզից պրծնեմ։ Դե դուր։ Նոր եմ հասկանում, մարդն իմ ջանի, իրեն կանի։ Այսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր աղբերը մեծ աղբոր տված պարտքի թուղթը պատռում է, պայմանավորված գումարն էլ առնում ու վերադառնում տուն։ Ով իմ ջանի, իրեն կանի։ թվականի փետրվարի 19-ին Լորվա Դսեղ գյուղում ծնվեց մի հրաշամանուկ։ Տարիներ հետո նա դա Հովանես Թումանյանն էր։ Տարիներ հետո դարձավ ամենայն հայոց բանաստեղծ Հովանես Թումանյան։ Երեխաներ, ես համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հասկացավ, որ այո, հավաքվել ենք այստեղ նշելու մեր մեծ հանճարեղ լոռեցու 150
եւ 157-րդ տարեդարձը։ Եկեք բոլորը շնորհավորենք մեր մեծ Թումանյանին, անտարեք մեծ գրադարան։ Թումանյանը շատ է սիրել կարդալ, գրքեր կարդալ, զբաղվել է ինքնակրթությամբ, բայց սիրել է նաև գրքեր նվիրել։ Եվ իզուր չէ, որ հենց նրա ծննդյան օրը մենք բոլորս ողջ հայությունս նշում ենք մի գեղեցիկ տոն գրքի տեմն։ Սիրել է կարդալ իր մայրենի լեզվով եւ իր մայրենի լեզվի համար ասել հետևյալ խոսքերը. մեր մայրենի լեզուն, մեր ժողովրդի հին անցյալն է, պատմությունը, ինքնությունը եւ ամենամեծ գանձարանը։ Եկեք բոլորս միասին հիմա փառաբանենք մեր մայրենի լեզուն, քանի որ 2 օր հետո ընդամենը մեր հայ ժողովուրդը նշում է մեր մայրենի լեզվի տոնը փետրվարի 21-ին։ Մայրենի լեզուն, մայրենի բարբար, ախորժ, ընտանիք, իմ հոգու համար, առաջին լուխոս ականջից հասած, Դու սիրող հաղթրիկ, առաջին հոդված, մանկական լեզվից թոթողանք տկար, հնչում ես ինեջ, դու միշտ անդադար։ Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու, այդ ինչպես քաղցր, հնչում ես դու, հնչիր դու, հնչիր, այժմ և հավիտյան, մայրենի լեզու, քաղցր, հարազատ լեզու։ Մեր շուրջը լեզուներ, նոր ու հին, մեր շուրջը խոսում են այլորեն, մենք խոսենք եղբայր հայերեն։ Ու չերթանք այս ահեղ լափում ենք, թույլ չտանք մեր լեզուն ավերենք, Մենք խոսենք, միշտ խոսենք հայերեն։ Արի եղբայր փառաբանենք մեր քաղցրաբար հայոց լեզուն, մեր սրտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու հասլար հայոց լեզուն։ Խոսել են ամեն արևից, մեր սարերից, մեր սրտից, արաքսի պես միշտ կենթանի, միշտ անսպար հայոց լեզուն։ Ուրեմն երեք փառաբանենք, հայլեցնենք թրի նման, որ զրնգա արևի տակ հավերժ պայծառ հայոց լեզուն։ Հիմա կնչի մի գեղեցիկ երգ, որը կարծում եմ բոլոր հայ մանուկների շոթերից պետք է հնչի։ Երգի տեքստը բառերը գրել է Համոս Ահյանը, իսկ երաժշտության հեղինակն է Սասուն Հասմինչյան։ Կոչվում է երգը մեր լեզուն։ Ինչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի։ Խնդրեմ։
պատասխանները լինեն։ Լեզուն մի գանձ է, սիրելի երեխաներ, որ չի կարելի փոխարինել ոչ մի հարստությունով։ Ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, ձեզանից նաև եւ բոլորս պատահող ենք, սիրեք, պահպանել մեր մայրենի լեզուն։ Եկեք բոլորս սիրենք, պահպանենք, անախորժ պահենք մեր մայրենի լեզուն։ Եկեք հիմա շնորհակալություն հայտնենք մեր հրաշալի դերասաններին, միասին։ Մեր սիրելի տիկին Արինեին, շատ սիրված տիկին Ռուզանին։ Շնորհակալությունը ձեզ, սիրելի երեխաներ, որ հիացած էի, թե դուք ինչպիսի ամոթ ուշադրությամբ դիտում էի ուրախանում ձեր ընկերների ցուցաբերած հեքիաթով։ Կարող եք ասել, որ հեքիաթներ հրաշալի է, ապրեք երեխաներ, շնորհակալություն բոլորի, ես ձեզ մաղթում եմ բարի օր, համոզված լինելով, որ բոլորս անաղարտ ենք պահելու, սիրելու ենք, պահելու ենք, պահպանելու ենք դարերից եկած մեր մայրենի լեզուն։ Մեկ անգամ էլ ասենք, ինչ ունենք էլ աշխարհում, որ այս